Մեծ պահքի 4-րդ կիրակին Սուրբ Էջմիածնի մայր տաճարում պատարագեց Տեր Հովհաննես քահանա Քեսաբլյանը։ Կիրակնօրյա պատարագի ժամանակ օրվա խորհուրդը մեկնեց Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Պահոց շրջանի այս կիրակին անիրավ տնտեսի անունով է կոչվում։ Օրն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակի խորհրդով։ Քրիստոսի առակներից այդ մեկում պատմվում է մի մեծահարուստ մարդու մասին, որը տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին։ Մեծահարուստը լսում է, թե տնտեսը վատնում է իր ունեցվածքը եւ ազատում է նրան աշխատանքից։ Ըստ առակի, աշխատանքը կորցրած մարդը փոխանակընկճվելու, հեռանալուց առաջ թեթևացնում է մեծահարուստի պարտապանների վիճակը։ Մեծահարուստը սակայն ոչ թե բարկանում, այլ հակառակը գովում է նրան։ Այս կիրակին հիշեցնում է, որ պետք է հեռու մնալ ագահությունից, հուսահատությունից, չմոռանանք, որ երկրային կյանքը, ունեցվածքը, պաշտոնն ու հարստությունը ժամանակավոր են, հոգևոր հաշվետվության պետք է պատրաստ լինեն բոլորը։ Այս առակով Քրիստոս պատգամում է հոգևոր կյանքում էլ ջանք ու եռանդ գործադրել, ապահովելու համար հոգու փրկությունը։ Արշակ Սրբազանն իր քարոզում խոսեց լավատեսության եւ հույսի մասին, նույնիսկ ամենաբարդ ու անելանելի թվացող իրավիճակներում։ Մեծ պահքի հաջորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Վարագույրից այն կողմ մեծ պահքի 4-րդ շաբաթվա պատարագ մատուցողը Տեր Վահրամ Ավագ քահանա Մելիքյանն է։ Բացի խորհրդակատար քահանայի ծառայությունից, որը Տեր Հայրն իրականացնում է Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, նա նաեւ վարչական զբաղվածություն ունի Մայրաթորի դիվանատանը։ Հետևաբար մենք պակաս առիթներ ենք ունենում Տեր Հոր հետ կենթանի շփումների համար։ Պատեհ առիթ է Տեր Հոր հետ մեծ պահքի ընթացքում հոգեվորականի ունեցած մտորումների, հանդիպող դժվարությունների մասին զրուցելու համար։ Երբ մենք խոսում ենք պահեցողության մասին եւ հոգեվորականի կյանքի մասին, ապա այդ պահեցողությունը ըստ էության ոչնչով գրեթե չի տարբերվում այն պահեցողությունից, որ յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր եկեղեցու զավակ պահում է, որովհետեւ բոլորս կոչված ենք այդ պահքը ապրելու։ Հոգեվորականի համար դա թերևս ունի մի փոքր նաև առանձնահատուկ այլ նշանակություն, որ առիթ է ընձեռվում ինչպես բոլոր հավատացյալներին հոգեվորականին առավել եւս ինքնասևեռվելու, այսինքն կենտրոնանալու իր կյանքի ընթացքի վրա, որովհետեւ եթե մենք խոսում ենք հոգու կազդուրման մասին, ապա հոգեվորականը, որ բացի իր առօրյա շփումներից նաև շատ մեծ պատասխանատվություն է կրում Աստծո առջև, ժողովրդի առջև, ունի բազում այցելուներ, որոնք որ գալիս են դիմում են հոգեվորականին իրենց ամենատարբեր խնդիրներով, ցավերով, ապա հոգեվորականը եւս իբրև մարդ կարիք ունի այդ ամենի միջով անցնելու եւ ոչ միայն անցնելու, այլ նաեւ կարողանալու ճիշտ ներքին դիրքորոշումներ, կեցվածքներ որդեգրելու այդ ամենի նկատմամբ։ Բացի մեծ պահքից մեր եկեղեցական օրացույցում շատ կան տարբեր տևողությամբ պահոց օրեր, որոնք սահմանվել են եկեղեցու հայրերի կողմից որոշ կարևոր եկեղեցական տոներից առաջ։ Պահքն ինքնասևեռման, պատրաստման առիթ է քրիստոնյայի եւ հատկապես քրիստոնյա հոգեվորականի համար, ասում է Տեր Հայրը։ Իսկապես այդ բազում հանձնառությունների մեջ, որոնցով հոգեվորականը կանգնում է խորանի առջև, լինելով կարծեք բարեխոսը, միջնորդը Աստուծո եւ ժողովրդի միջև, ինքը պետք է իր անձը եւս պատրաստի։ Հոգեվորականը կոչված է լինել օրինակը իր համայնքի համար, կոչված է լինել ոչ միայն օրինակ, այլև չափորոշիչը հոգևոր կյանքի, որովհետեւ այո, շատ հաճախ մենք կարող ենք դժվարանալ այդ ճանապարհով շիտակ կերպով քայլել, անսայթակ կերպով քայլել։ Մենք էլ ձախողվում ենք, մենք էլ սայթակում ենք, մենք էլ վհատության, հուսահատության պահեր ենք ունենում, բայց այս ամենը մեզ օգնում է, որպեսզի մենք Աստծով կարողանանք հաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները, նեղությունները, հավատի փորձությունները, որոնք որ մշտապես առկա են մեր կյանքում։ Մեզ հետաքրքրեց, թե իր առօրյայում Տեր Հայրն ինչ խմբագրումներ է անում այս ընթացքում։ Օրինակ, ես ինքս ինձ համար նպատակներից մեկը, որ սահմանել եմ, դա փորձել ձեռք բազատվել մեր օրերի
մեծագույն ախտերից մեկին անընդհատ հեռախոսին նայելու, լուրերին հետևելու, ինչ որ բան ոչ օգտակար մեր հոգևոր կյանքի համար ընթերցելու։ Ես փորձում եմ դա անել։ Դժվար է ասել, որ միշտ է հաջողվում դա։ Մենք պիտի կարողանանք արգելքներ դնել մեր կյանքում, որպեսզի մաքրվենք։ Այլապես այդ արգելքներն են այն դարմանը, այն դեղերը, այն հաբերը, որոնք անհրաժեշտ են մեր հոգու կազդուրման համար։ Այժմ եւ միշտ եւ ավիթյան սավիների Քահանա հայրերն ամենաշատն են շփվում հավատացյալների հետ ամենատարբեր հարցերի շրջանակում, եւ պատարագները լավագույն հնարավորություններն են խորանից քարոզելու ուղերձներ հղելու ներկաներին։ Երբ մեծ պահքի ընթացքում խորանը փակվում է, ինչ զգացողություն է ունենում վարագույրի այն կողմից պատարագող Տեր Վահրամը։ Մի կողմից դա թերևս այդ ահագնության եւ Աստծո առջև կարծեք թե միայնակ թեպետ կողքերից սպասավորներ կան, բայց Աստծո առջև այդ կանգնելու զգացողությունն է, բայց մյուս կողմից զգում ես այն զորավոր աղոթքը, որ թիկունքիդ յետևում է, որովհետեւ եւ անդրադառնում ես, եւ ապրում ես, եւ ընկալում ես, որ այդ ժողովուրդը այնտեղ կանգնած քեզ հետ աղոթում է եւ երբեք քեզանից անգամ այդ փակ վարակույրով չի կտրվել։ Պահքի անցած կիրակին նվիրված էր ավետարանական անիրավ տնտեսի առաքին։ Անիրավ տնտեսը մեկն էր, ով չարաշահելով տիրոջ վստահությունը, այդուհանդերձ խորագետ գտնվեց եւ բարեկամներ շահեց։ Իսկ ով է ներկա ժամանակի անիրավ տնտեսը։ Անիրավ տնտեսին մենք չպիտի փնտրենք մեր անձերից դուրս։ Յուրաքանչյուրս մեզ պիտի գիտակցենք իբրև տնտես մեզ հանձնված տնտեսության։ Երբ մենք տեսնում ենք, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք ունեն անհամարելի հարստություն, բայց իրենց կողքին բնակվում է աղքատ Ղազարոսը, որի վերքերը շներն են լիզում, որպեսզի այդ մարդը ինչ որ առումով ապաքինվի, ապա դա որևէ կերպ Աստծո փառքին չի ծառայում։ Պահքը այս ամենի մասին է։ Եվ Քրիստոսին չի ասում, որ մենք պիտի կարողանանք այդ մամոնայից եւ կամ մեզ տրված այդ հնարավորություններից միշտ մեզ բարեկամներ սարքել։ Եվ այդ բարեկամներ սարքելու այդ գործընթացը ճիշտ մեր կյանքի առաքելությունն է։ Երբ մենք նայում ենք, մենք մեր ժամանակը, որը մեզ տրված է, վատնում ենք, թե ճիշտ կերպով ենք օգտագործում։ Փաստորեն, հոգևորականը եւս երբեմն փորձության առջև է կանգնում։ Կարողանում է կամ չի կարողանում հաղթահարել այն, եւ հոգևորականն ինքն էլ հաճախ ունենում է հոգևոր խորհրդատուի կարիք, որովհետեւ բոլորս նույն ժամանակներում ապրող մարդիկ ենք տարբեր առաքելություններով, իսկ մեծ պահքը այդ առաքելությունը գիտակցելու, կյանքը վերատեսության ենթարկելու ժամանակահատված է քրիստոնյայի համար։ Տեր հոր հետ զրույցն ընդհատեցինք չզրկելու համար հավատացյալների հետ կենթանի շփման հնարավորությունից։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մարտի 26-ին չորեքշաբթի օրը միջինք է, նշանակում է, որ մեծ պահքը կիսվել է։ Միջինքը տոնական նշանակություն չունի եւ չի ընդհատում պահեցողությունը։ Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված է եղել միջինքի ծեսը։ Ժողովուրդը միջինքը նշում է հատուկ կերակրատեսակներով ու ծիսական մի շարք արարողություններով։ Օրվա անբաժան մաս է խորհրդանշական բաղարջը կամ միջինքի գաթան, ներսում թաքցրած նշանով։ Միջինքի գաթան նույնպես պահքային է, այն պատրաստվում է ձեթով, մեղրաջրով, ընկույզով եւ քիշմիշով։ Միջինքի մասին խոսելիս հաճախ հիշատակվում են բաղարջի մետաղադրամի ավանդույթները եւ անտեսվում է օրվա հոգեվոր խորհուրդը։ Միջինքին հավատացյալները ուժ, կարողություն եւ իմաստություն են խնդրում մեծ պահոց ապաշխարության շրջանի մնացած օրերը խոնարհությամբ անցնելու եւ պահոց ընթացքը վերարժևորելու համար։ Միջինքը ապաշխարության ընթացքի կարևոր հանգրվանն է։ Օրվա հոգևոր իմաստը այն է, որ դեռ ժամանակ ունենք ապաշխարելու։ Մեր կյանքն ապաշխարության զղջման մի ճանապարհ է։ Միջինքն այն հույսն է, որ դեռ հնարավորություն ունենք հիշելու բոլոր մեղքերը, որ մոռացել ենք, զղջալու ու Աստծուց ներում հայցելու, նշում են հոգևորականները։ 2023 թվականի սեպտեմբերից սկիզբ առած քահանաների վերապատրաստման դասընթացը հաջողություն եւ հետաքրքրություն է գրանցել ինչպես քահանաների, այնպես էլ հոգեվոր եւ աշխարհիկ դասախոսների շրջանում։ Յուրաքանչյուր ամիս Հայաստանի եւ Սփյուռքի թեմերից շուրջ 25 քահանա 3 շաբաթով գալիս է Մայրաթոր, ապրում վանքում մասնակցում դասընթացներին ու տարբեր արարողությունների։ Ծրագրի պատասխանատուն Վահան եպիսկոպոս Հովանիսյանն է։ Ճեմարանական դասընթացի նման չէ,
Չկա դասագիրք, չկան քննություններ, ավելի գործընկերների հանդիպման է նման։ Ծրագրի մասին ասում է Սրբազան հայրը։ Մենք ծրագիրը 3 բաժնի բաժնենք, առաջինը կհանան որպես առաքյալ, որ գետա թեպի ժողովուրդ։ Երկրորդը կհանան որպես դաստիարակ, որ կսովորեցնե մեր հավատքը, մեր ավանդույթները, իսկ երրորդը կհանան որպես հոգևոր հայր, գմխիթարը, գբաժնե ուրախությունը ժողովրդին, կպաշտպանե աղանդներից եւ այլն։ Հետևաբար դասախոսները, որ մոտ 3 շաբաթվա 16 դասախոսություն կա, ավելի որը ամեն օր 2 դասախոսություն կա, այս 3 թեմաներով բաժանված են։ Ծեսը որպես քարոզչություն, սուրբգրային սերտողություն, կապելանություն, ժամանակակից կյանքի մարտահրավերներ, սոցցանցային քարոզչություն, արհեստական բանականություն, եկեղեցի եւ դիակոնիա, դասախոսությունների թեմաները բազմազան ու բազմոլորտ են։ Շուրջ 20 աշխարհիկ եւ հոգեվոր դասախոսներ են ներգրավված վերապատրաստման այս ծրագրին։ Շատ հաճախ մենք կմտածենք, որ բادرակը առողջությունները զուտ ավանդական բան է, որ պետք է անենք, քանի որ մեր սուրբ ավանդությունն է, ճիշտ է, այսինքն անշուշտ։ Պիտի բահենք, պիտի պաշտպանենք այդ մեր առողջությունները, իրենց աղոթներով, իրենց երգերով, շարականներով, դա կարևոր բան է։ Բայց ինձի ինչ կհետաքրքրի, ավելի անոնց նպատակը, կորցառույթը, այսինքն ինչու անում ենք ասիկը, ավանդությունները բահելու մեկում, ինչ փոխանցագություն կա, ինչ կա այդ աղոթներուն մեջ, որ մեզ որպես եկեղեցի կզորացնե։ Ինչ կարիքներ ունի հայ առաքելական եկեղեցին թեմայով է արդեն 7-րդ անգամ դասախոսում սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը։ Սիրով է ընդունել դասախոսելու առաջարկն ու իր համար եւս հետաքրքիր փորձառություն է համարում։ Ըստ մասնագետի յուրաքանչյուրս մեր կարիքների համար եկեղեցուց միշտ պահանջում կամ խնդրում ենք միայն։ Մինչդեռ պետք է պարզենք եկեղեցին ինչի կարիք ունի եւ մեր օգնությունն ու աջակցությունն ինչպես կարող ենք մատուցել նրան։ Համագործակցության, միմյանց հետ երկխոսելու բացն է, որ շատ հաճախ խնդիրների է հանգեցնում։ Ես փորձում եմ քննարկել հոգևորականների հետ իրենց կարիքները եւ իրենց ընկալումը կարծիքը հայ հասարակության փոփոխությունների մասին։ Դա շատ կարևոր է եւ հոգևոր շարժեկների պահպանման առումով եւ ինքնագնահատման առումով եւ նաեւ հասարակության զարգացման միտումների գնահատման տեսանկյունից։ Գիտենք, որ հոգևորականները չեն մասնակցում քաղաքականությանը, սակայն հասարակական կյանքին մասնակցում են եւ մասնավորապես հասարակությունը այդ մասնակցության ավելի մեծ չափի կարիքն ունի եւ դրանով եմ կիսվում ունկնդիրների հետ, իրենց պետք է ավելի շատ տեսնենք մեր կյանքում, հասարակության կյանքում, մեդիայում։ Դասախոսությունից հետո քահանաները կբաժնվին 3 խումբերու եւ անդր գլա քննարկում։ Քահանաները շատ հանգիստ ազատ կսեն նորմալ ես համաձայն չեմ դասախոսի հետ։ Նույն ազատություն նրանք ունեն դասախոսի ժամանակ, կարանցեն Սրբազան կամ բարոն պրոֆեսոր, ես համաձայն չեմ, որովհետեւ քահանաներ կամ որտեղից եպիսկոպոսից կամ դասախոսից ավելի շատ փորձառու են դաշտի մեջ, այսինքն ժողովրդի հետ։ Հետևաբար, եթե դասախոսության ժամանակ չեղավ այդ արիթը, քահանաները 3 խումբերու կբաժանվին եւ իրենք այդ 3 խումբերու մեջ կքննարկեն։ Արդյոք դասախոսության նպատակ ինչ է, համաձայն ենք չէ, կորզդական կետնի վրա դա ինչ կնշանակի եւ ոնց կարանք փոխել եւ դրանք գրավոր գարնեն, գրավոր մեզ կներկայացնեն իրենց մտահոգությունները, իրենց թելադրանքները եւ ուրախ եմ սելու, որ այդ թելադրանքները գաստի միջև վեհապար հայրապետ։ Քահանա հայրերի համար 3 շաբաթյա այս շրջանը միմյանց հետ շփվելու, փորձով, գիտելիքով ու խնդիրներով կիսվելու լավ առիթ է նաև։ Ի վերջո, ինչպես իրենք են ասում, համայնքային առօրյայից կտրվելու, առանձնության մեջ աղոթելու, վերալիցքավորվելու կարիք ունեն, իսկ մայրաթոռում անցկացրած օրերն այդ ամենն ապահովում են։ Բոլոր քահանաներն էլ, ովքեր գալիս են իրենց ծուխերից, վստահաբար ունեն մի շարք համայնքի մեջ ուրեմն հովական, քարոզչական, ծիսական խնդիրներ եւ ովևէ մեկը չի խուսափում այդ մասին բարձրաձայնելու եւ կարծեմ լավագույն հարթակը այս դասընթացների մեջ հենց այդ հարցերը բարձրաձայնելն է մեր ավակ եղբայրների եւ մնացյալ դասախոսների ներկայությամբ։ Ես այսօր որպես հոգեվոր հովի 110 ընտանիք ունիմ Էրբիլի մեջ, որ իրենք ներքախտեցին Բաղդադեն, Մոսուլեն, Բասրայեն, Էրբիլ, որովհետև Էրբիլը Քուրդիստանի շրջան, ապահով շրջան է այսօր, եւ այնտեղ մեծամասնությունը գաբրին եւ իրենց աշխատանքներով կսպաղվին։ Այո, երբ մենք բիլվերաթարնանք մեր զորությունը քահանագությունը առնելով Մայր Աթոր Սուրբ Էջմիածնից
եւ երեք արդեն վիհապար հայրաբին հետ դեսնվեցանք եւ իր օրտնություններն ալ մեր հետ դառնենք, որբեսի փաշխենք մեր հավատացյալ ժողովրդին, որբեսի իրենք ալ գայուն մնան իրենց հոգեվոր կյանքի մեջ։ Այսօր օրորի ժամ առ ժամ, րոպե առ րոպե նոր մարտահրավերներ է մեր քահանաների դեմ դուրս գալիս, աշխարհը անընդհատ փոխվում է եւ բնականաբար այս դասընթացները բավականին մեզ օգտակար են, որովհետեւ մեր համայնքներում, մեր թեմերում կարողանանք ավելի մեծ դիմակայում ունենանք տվյալ մարտահրավերների։ Դասընթացի ընթացքում յուրաքանչյուր խումբ պարտադիր հանդիպում է նաև ամենայն հայոց հայրապետի հետ, ստանում նորին սրբության օրհնությունը, հայրական խրատներն ու հորդորները։ Բալթյան երկրների հայոց թեմը նոր առաջնորդ ունի։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը մարտի 25-ին նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ, ազատվելով Մայրաթորի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենի պարտականություններից։ Վազգեն arczepiskopos-ը սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, ձեռնադրվել նախ Սարգսակ, ապա Կուսակրոն քահանա։ 1996-ին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճաններ ձեռամբ Գարեգին I ամենայն հայոց կաթողիկոսի։ 2003-ին ձեռնադրվել է եպիսկոպոս Գարեգին II հայոց հայրապետի ձեռամբ նորին սրբությունից էլ ստացել է արքության պատիվ 2023 թվականին։ Վազգեն Սրբազանը եղել է Վազգեն I ամենայն հայոց կաթողիկոսի գավազանակիր, ավելի քան 10 տարի դասախոսել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Այդ տարիներին զբաղվել է նաև Մայրաթորին կից եւ Արարատյան հայրապետական թեմի կիրակնորյա դպրոցներով։ Եղել է քրիստոնեական դաստիարակչական եւ քարոզչական կենտրոնի տնօրեն։ 2002-ին նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ, 2 տարի անց Վիրահայոց թեմի առաջնորդ, որտեղ ծառայել է 7 տարի։ 2019-ից 2025 թվականներին տնօրինել է Մայրաթորի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակը։ 2017-ին պարգևատրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության Անդրանիկ Կոզանյան շքանշանով, 2007 թվականից Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է։ Բալթյան երկրների հայոց թեմը ստեղծվել է 2020 թվականին հայրապետական կոնդակով։ Թեմում միավորվել են Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի հայ եկեղեցական համայնքները։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Մարտի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը։ Համախտանիշը կրում է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունի անունը։ Հենց նա է 1866 թվականին առաջինը բնութագրել մարդու 21-րդ քրոմոսոմով պայմանավորված հիվանդությունը։ 21-րդ քրոմոսոմը իզուր չեն ասում, դա սիրո քրոմոսոմ է, որ Աստված ներ է դնում իրանց մեջ, ու այդքան սեր, ջերմություն, այդքան դրական էներգիա, որ ես ամեն օր իրանից եմ ստանում, չեմ պատկերացնում։ Ես որ տուն եմ գալիս աշխատանքից հոգնած, իմ այն հոգնած առօրյան մի անգամից ինքը լրացնում է իր, ասենց անմիջապես իմ հոգնածությունը անցնում է իրեն տեսնելով։ Ներառականության կարևորության եւ մարդու իրավունքների պաշտպանության հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով այդ օրը տարբեր միջոցառումներ են կազմակերպվում ամբողջ աշխարհում։ Կինո Մոսկվայում հավաքված այս երեխաներին օրվա առիթով նվերը տեսահոլովակի տեսքով էր։ Սիրո որպես արարչագործության հիմնական բաղադրիչի մասին է հոլովակը, ասում է ռեժիսոր Վահեյանը։ 6 երգիչներ եւ Նորքի հայորդյաց տան շողակաթ երգչախումբն են կատարել Ավետ Բարսեղյանի եւ Սուսաննա Հովանեսյանի հեղինակային ստեղծագործությունը։ Եթե
մնացած երեխաները կարող է զսպեն, ամաչեն, իրենց մոտ էներգետիկ դաշտը բաց է, այսինքն իրենք անխնա տալիս են այդ սեր ու այդ էներգիան, եթե ուշադիր նայեք, իրենք շատ են սիրում գրկախառնվել, իսկ գրկախառնվելու միջոցով մենք հիմնական էներգետիկ փոխանակություն ենք անում։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի։ Երեխաներին իր օրհնության խոսքներ փոխանցել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը։ Սրբազան հայրը տիրոջը մանկան օրինակով սիրելու ավետարանական ճշմարտություններ հիշեցնում։ Արդյունքը 2018 թվականից Հայաստանում գործում է Արև երեխաների առողջության եւ զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը։ Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ է ստեղծվել կենտրոնը, ուր հաճախում է ավելի քան 220 երեխա։ Տեր հոր եւ բազմաթիվ հովանավորների շնորհիվ կենտրոնում տարվա բոլոր օրերն են նվիրված Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին, արևներին, ինչպես ընդունված է կոչել նրանց։ Իր հայրական օրհնությամբ արտոնվեհապար հայրապետը 5-րդ տարին է, որ մեզ անհատույց տրամադրել է երեխաների կենտրոնը, որի շնորհիվ ունենք այն հաջողությունները, ձեռքբերումները։ Իրազեկման արդյունքում մարդիկ imանում են մեր մասին, կապ հաստատում եւ ցանկություն հայտնում դառնալու Արև երեխաների բարեկամը։ Լավ է, Արեգ, մեր Արեգն է։ Մասնագետների մեծ խումբ է աշխատում կենտրոնում երեխաների խմբային եւ անհատական ներգրավվածությամբ։ Խոսքի զարգացումից մինչև սոցիալիզացում յուրաքանչյուր փոքր հաջողությանը նախորդել է տարիների ամենօրյա հետևողական աշխատանքը։ Կենտրոնի մասնագետներն աշխատում են նաև երեխաների ծնողների հետ։ Մասնագետների ճիշտ ուղղորդմամբ ծնողը կարողանում է հասնել մեծ արդյունքների։ Վերաբերվեք բալիկներին այնպես, ինչպես մնացածին եք վերաբերվում։ Ոչ մի հատուկ մոտեցում չպետք է լինի, նրանց պետք է ուղղակի օգնել։ Առաջնային ուղղորդում պետք է լինի։ Կինոթերապիան մեր բալիկներին շատ անհրաժեշտ է։ Սկսում ենք աշխատանքը 3 ամսեկանից սկսված, որովհետև մեր բալիկները ունեն մկանային թուլություն, բալանսի խանգարում, շատ կարևոր է, որ օգնությունը լինի ճիշտ ժամանակին, քանի որ երեխաների զարգացման փուլեր գոյություն ունի, երբ որ մի փուլ անցնում ենք, մենք արդեն ոնց որ սպասված արդյունքը ավելի դժվար է լինում։ Լոգոպեդը սկսում է աշխատել 8 ամսականից սկսած։ Ունենք երեխաներ, որ դեռ ձևավորված չէ խոսքը, ունենք երեխաներ, որ զարգացած է խոսքը, աշխատում են կապակցված խոսքի վրա։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների 1100 երեխայից մեկը ծնվում է Դաունի համախտանիշով։ Ենթադրվում է, որ վիճակագրությունը նույնն է բոլոր երկրների համար։ Սոֆին իմ երկրորդ բալիկն է։ Այսպիսի համախտանիշով, երբ որ երեխաները ծնվում են, ծնողները բախվելով նման խնդրի հետ շատ են լքում իրենց երեխաներին։ Ես մենակ եմ մեծացնում։ Շատ դժվարություններ եմ տարել բազում, մինչև հիմա էլ այդ դժվարությունների հետ բախվում եմ, բայց երբեք չեմ հուսահատվում, երբեք չեմ կոտրվում, որովհետև սենց լույս է իմ տան մեջ ապրում։ Գրետան 22 տարեկան է, երրորդ բալիկս է, մի քանի տարի հետո նոր քիչ-քիչ իրազեկվեցինք, որ ստենց բաներ կան, լեսև երեխեք կան, բայց որոշ ընտանիքներ չէին հանում։ Տանից չէին դուրս հանում երեխեքին, նույն պահում էին տանը։ Իսկ ես աշխատել եմ շատ փոքրուց բոլոր տեղերը տանելով, չամաչելով, չընկճվելով, ամեն տեղ տարել եմ գրետային, որ ինքը իրան լավ զգա, ես էլ ինձ լավ զգամ։ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները պետությունից ստանում են հաշմանդամության նպաստ։ Կենտրոնի երեխաների մեծ մասը հաճախում է հանրակրթական դպրոց եւ օգտվում դպրոցի հատուկ մանկավարժների ծառայություններից, թեև ըստ ծնողների դրանք բավարար չեն ցանկալի արդյունքի հասնելու համար։ Կենտրոնի նպատակներից մեկն էլ հասարակության իրազեկումը բարձրացնելու միջոցով երեխաների եւ նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավումն է։ Զգացմունքային տեսակետից, էմոցիոնալ տեսակետից դրական է, իմ կարծիքով հասարակության վերաբերմունքը երեխաներին, հաշվանդամություն ունեցող երեխաներին, բայց գործնական տեսակետից շատ թերություններ կան, կարելի է ասել նույնիսկ չձևավորված կարծիքներ, կարծես եթե տեսակ հարցով մեմ որևիցե մեկին, անպայման ինքը նոր կսկսի մտածել։ Իրենց հատուկ ժպիտ ու վարակիչ ջերմություն ունեցող արևները չունեն թշնամիներ, չգիտեն ատել, նախանձել, հատկանիշներ, որոնց կարիքը շատ ունի աշխարհը։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։
Բրազիլիայում Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Կիրակնորյա պատարագի ընթացքում Սան Պաուլոյի հայ համայնքը աղոթել է Բաքվում պահվող հայ գերիների համար։ Պատարագին եւ աղոթքի արարողությանը մասնակցել են Սան Պաուլոյի բոլոր հայկական կառույցները, Հայաստանի պատվավոր հյուպատոսը, ինչպես նաեւ տեղի հայ կաթոլիկ, հայ ավետարանական համայնքների եւ եղբայրակցական միության ներկայացուցիչները։ Միասնական աղոթքից օրեր առաջ Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը պաշտոնական նամակով դիմել է Բրազիլիայի հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, որում հայտնել է Բաքվի հայ գերիների հանդեպ անարդար ու անմարդկային վերաբերմունքի, նրանց ոտնահարվող իրավունքների մասին։ Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը խնդրել է հանրապետության նախագահին եւ Բրազիլիայի կառավարությանը միջնորդ հանդիսանալ գերիների ազատ արձակման գործում։ Առաջնորդ Սրբազանը նամակներ է ուղարկել նաև Բրազիլիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում երկրի փոխնախագահին, Սան Պաուլոյի քաղաքապետին եւ նահանգապետին, օրենսդրական ժողովի եւ падգամավորների պալատի նախագահներին, գլխավոր դատախազությանը, դատարանին, սենատորներին եւ падգամավորներին։ Բրազիլիան ոչ միայն հարավամերիկյան ամենախոշոր պետությունն է, այլև տարածքով ու բնակչության թվով աշխարհի խոշոր երկրներից է, անդամակցում է բազմաթիվ մեծ կազմակերպությունների, որոնցից են Միացյալ Ազգերի կազմակերպությունը, մեծ 20-յակը, BRICS-ը։ Նարեկ Սրբազանի կոչին արդեն արձագանքել է Սան Պաուլոյի arczepiskopos կարդինալ Օդիլո Շերերը։ Կարդինալը հայտնել է իր մտահոգությունը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի շուրջ, հույս հայտնել, որ իրավիճակը միջազգային հանրության ուշադրությանը կարժանանա, մարդու իրավունքները կհարգվեն եւ անարդարությունը կկասեցվի։ Կարդինալը խնդրել է տեղի ծխական եկեղեցիներին աղոթել հայ ժողովրդի գերեվարյալ զավակների համար։ Հերմինե Հակոբյան, Արամայիս Սարգսակյան, եկեղեցական կյանք։